Մենք այստեղ ունենք ռոտատոր քաֆի խնդիր, դելտոիդներն են շատ լարված երկու կողմից, հոդը ստաբիլիզացիայի կարիք ունի, այստեղ համապատասխան վարժությունները ճշգրիտ անելու դեպքում ինքանորից հոդը կձգվի, կհավաքվի, այստեղ հոդի նիստաբիլնիստ կա եւ ռոտատոր քաֆը արդեն բավական բազմակողմանի վնասել է։ Մենք համել, որպեսզի դա շատ արագ տեղի ունենա ստաբիլիզացիան, մենք անելու ենք մագնիտոլազերային թերապիա ժամանակակից, որը բավական էֆեկտիվ է։ Հրում կատարելուց ծանրոցով շատ է ցավում։ Եվ պատտող թիկունք հետ ձեռքդ չես կարող, չէ՞ տանես։ Շատ լավ։ Հիմա մենք այսօր արդեն վարժությունները քանի որ արել ենք, մենք հիմա այստեղ կֆիքսենք։ Սա 4 տեսլարանոց մագնիտոթերապիան է իր լազերային գլխիկով, երկու գծային ուրեմն 650 եւ 808 նանոմետր հաճախականության լազերն է, որը որ ունի հակահայտուցային ցավազրկող եւ ռենտգեներացիան ակտիվացնող հատկություն եւ միացնում ենք նույնպես մագնիտոթերապիան։ Ահա, ուժգնությունը ոնց է։ Նորմալ է, չի ցավացնում։ Շատ լավ է։ Այս պարագայում մենք շատ հետաքրքիր էֆեկտիվություն ենք ապահովում, շատ արագ մոբիլիզացիա անում մկանները, մագնիտոթերապիան ռենտգեներացիան իր հերթին է ակտիվացնում, լազերոթերապիան իր հերթին հակահայտուցային, հակացավային էֆեկտ է ունենում եւ արդյունքում ունենում ենք բավականին արագ եւ բավականին բարձր էֆեկտիվություն տարատեսակ ուսահոդի շուրջ ձևավորված խնդիրների, ռոտատոր քաֆի խնդիրների, անգամ իմպիչմենտ սինդրոմի պարագայում շատ էֆեկտիվ սարքավորում է իրենից ներկայացնում մագնիտոլազերային միասնական թերապևտիկ միջամտությունը։ Այսքանը պետք է ժամանակին դիմել մասնագետներին եւ պետք է ճիշտ բուժման պլանավորում իրականացնել։ Սովորաբար կոմպլեքսային բուժումը միշտ բարձր էֆեկտիվություն է ապահովում մեր ոլորտում, որովհետեւ սկզբից մոբիլիզացիոն վարժություններ, հետո մագնիտոլազերային թերապիա, հաջորդ փուլում մենք նույնպես իրականացնելու ենք հարվածալիքային թերապիա, ուրեմն վերկցային մկանի ջելաբորբի համար եւ որով էլ ավարտելու ենք ծրագիրը 10-12 օրվա ընթացքում։ Այսքանը